Ես միշտ ներազգային քաղաքականության ներբետական հարցերում միշտ կողմ եմ եղել կոմպրոմիսին, այնքան ինչքան հնարավոր, ոչ թե կոնֆրոնտացիային, կոմպրոմիսին եւ քաղաքականությունը դա է պահանջում, բայց եթե մի կողմը օտարահապատակ է եւ գողապետական է, նա չի գնա կոմպրոմիսի։ Իրենք ասում են, որ ձեռնոց են ետել, Շիրակի թեմի առաջնորդն ասում է, պետության իշխանությունը բոլորին երկրի ներսում ձեռնոց կնետի, ցանկացածին եւ կատա գանգին, պետության պետական իշխանություն, ասեմ ձեզ, Հայաստանում էլ տարածում են, որ այդ եկեղեցի բան բոլորը հասկանալի է, մեզնից եկեղեցի սիրող եւ եկեղեցու համար հոգացող չլինի եւ իշխանությունից, որտեղ այդ եկեղեցին իր կողքին է պետք, ոչ թե Պուտինի կողքին է պետք հակապետական իր գործնեությամբ, եւ ոչ թե Իզմիլյանը վերածեք կուրսանոցի, տանեք ու մեղադրեն, կուրսի թուղթը տակ անառողջության ուղարկեք, ինքն է արել, չէ՞։ Հիմա մնացածները չեմ ուզում, դրանք բոլորը գիտեն անիմաստ բաներ են, այս չի լինելու նման բան, անվտանգության ուժերը կարծում են, որ իրենց պարտականության քաղաքական պատերազմ չի լինելու, օրենքի շրջանակներում ոչ մի բան չի լինելու, ինչպես որ ոսկեբարից հետո եղավ, ինչպես որ Վազգեն վերջինն եղավ փրփուր գնաց կախվեց ազգային ժողովի ճաղերից վերջացավ, գոլորշացավ, չի լինելու, չի, որովհետև հաջորդի կամքը այդպիսին է այս իշխանությունը, ով ուզի ժողովրդի քվեով է առաջացել եւ այդ ժողովուրդը տեղ կրնի իր իշխանությանը եւ դա բնական է, զարմանալ բան չի։ Հիմա այսպես որ բայց իշքա շուտ լինի այնքան լավ լինի, փակել բան, բայց նորություն եմ ուզում ասել հարաբերական իհարկե տարածված է թե իշխանության այսպես ուժերը բաները ճյուղերը իհարկե սահմանադրորեն տարանջատված են, չէ՞։ Եվ հակասահմանադրական է այս ամենը, բայց երկրորդ բառը չեք լսել, դրա համար եք սխալվում, բայց հավասարակշռված են։ Երբ որ տարանջատումը շատ է դնում, իշխանությունը հավասարակշռում է, երբեմն դուբինգայով։ Ուրեմն սա մեխանիզմ ունի, թե չէ պետություններ կփլվեն։ Օրինակ, հիմա, բայց ժողովրդավարության մասին է խոսքը, օրենք չխախտելով։ Երկրորդը պետությունները գրեն չգրեն, որևէ տեղ գրվի չգրվի, ամեն ցանկացած պետություն ունի իշխանության քաղաքական կենտրոն։ Իշխանության քաղաքական կենտրոնը ուրեմն առաջի դեմքն է իր ապարատով, որը կարգավորում է բոլորը։ Բացահայտ թե գաղտնի, տեստե անտես, դա իշխանության իրականացման մեխանիզմ է։ Կրկնում եմ, իշխանությունը ունի կարգավորման կենտրոն։ Ըստ Հեգելի, ես գիտեմ, որ հիմա զայրանան այդ վայրը հաճություն լինի, Հեգելն ասում է եւ այլն, ուրեմն այսպես է, ուրիշ կերպ պետություն չի լինի։ Իսկ պատմականորեն մեր հարցը լուծված է։ Ես այս մարդը երևի մեր եկեղեցու պատմությունն ու տեսությունը չգիտի։ Գարեկին ուզուրպատորի համար եմ ասում, որտեղ ինքն է պատասխանատու այս բոլորի համար։ Անկախ թե ինքը Կոպիրկին ինչ հարաբերության մեջ եւ ինչ է հանձնարարություն ստացել Լուկաշենկոից, որ գնաց Մինսկ եկավ, եւ այս բոլորը։ Հիմա Լուկաշենկոն էլ բարձ է ում ծառան է, այսպես, ուրեմն տեսեք ինչ կա, 301 թվականին, երբ որ Հայաստանը հռչակվեց դարձավ պետություն քրիստոնեական, որի գաղափարախոսությունը չէ, քրիստոնեությունն է, ես ասեմ աշխարհում, մենք առաջի քրիստոնյա ժողովուրդը չենք, ասում են մենք առաջի ժողովուրդն, առաջի պետությունն ենք, որը քրիստոնեությունը պետական կրոն է հռչակել, կգնեմ, առաջին պետությունն է Հայաստանը, որը հռչակել է երկիրը քրիստոնեական, բայց մենք առաջի քրիստոնյա ժողովուրդը չենք, մեզնից առաջել են եղել, հետո էլ են եղել, մեզնից հետո Հռոմն է եղել մի տասնյակ տարիներ հետո, ինչ եղավ, եղել է կլոր սեղան, հիմա այս Տրտատ ուրեմն երրորդ արշագունին, որը իսկապես մեծ է, հանջարեղ է, եպիսկոպոսների ժողով է հրապարակել, այսօր կարող եք վարչապետին դիտեք, եպիսկոպոսների ժողով է հրավիրել, ինքը նախագահել է ժողովը եւ առաջարկել է եպիսկոպոսներին կաթողիկոս ընտրել Գրիգոր Լուսավորիչին, սա ինչ է նշել, քվեարկեն են, բարձր միաձայն է անցել, Ընտեղ միգրաֆոն չեն անջատել, հարաբական կլան չի եղել, կագեբե չի եղել, կամ գողապետական չի եղել, եպիսկոպոսները քվեարկել են Գրիգոր Լուսավորիչին։ Եվ ընտրվել է հայոց առաջին հայրապետ Էթաթոռը, որ հիմա կա,
որը փորձվում է տանել երկար ժամանակ ռուսներն է ծառայել այդ բաներից հետո խապկանքով հիմա տեսեք ինչ է լինում ինչու է այդպես եղել ինչու ասենք դրթան մեծը սրանով սահմանվել է Հայաստանի ոչ թե հայ ժողովրդի պատմության հայոց չէ Հայաստանի որպես պետության պետական կարգի սկզբունքը ուրեմն գա թագավոր արքունիկ արքա կողքին կա միաշճան ներքև լուսավորիչ որպես կաթողիկոս ու վերջացավ հարցը փակվեց այսինքն այստեղ էլ կա իշխանության քաղաքական կենտրոն որ արքան է թագավորն է ոչ թե կաթողիկոսն է հիմա կարող է մտածեք բայ եթե Գրիգոր լուսավորիչի անունը չտանք ասենք մեկ ուրիշը լիներ արշակը ասենք ինչ կլներ փորձեր դրան չընթարկվեր ուրեմն դա թագավորը ականջից կբռներ, գլուխ կտրեր, կշպրտեր, վերջացավ, այնպես ինչպես Անգլիայում է, ինչպես Ռուսաստանում է, դուք կպատկերացնեք Կիրիլը, ծուռնայի Պուտինին, ռիսկ կանի, տեսել եք, էլ չեմ ասում դեմոկրատական պետություններ, այդպես է Անգլիայում, այդպես է Շվեդիայում, միապետություններ և հարցը վերեք փակենք, ինք ուղղակի հայերիս մեջ սովորություն դարավ, ուրեմն գողացածը դժվար են վերադարձնում, ոնց որ 9 ամսական հղի լինեն, այդ փողը աշխատել են իրենք կրտնքով, դուք կամավոր վերադարձեք պրծեք էլի, այս մեկն է ոնց որ այդտեղ ծնվել է, եղբայրով, և այլն, իսկ կարգալույզ լինելու մասին, բան ասելու մասին, էդ էլ ասեմ, ես եկեղեցու կանոններն եմ ասում և մեր պետության պատմությունը Են Արամ առաջինն էլ ֆոկուս է արել Հայաստանյա չասենք հայ ժողովրդի ինչ ասում հայ առաքելական եկեղեցի հայ առաքելական եկեղեցի չի եղել չկա չի լինելու դա հայաստանյաց առաքելական եկեղեցի է ըստ ուրեմն ամեն ինչի եւ վերջ ուրեմն սրանք ուզում են անպայման շրջանցեն պետականությունը անպայման եւ ահա ոտերի տակ ընկնում են պետականության այդ մամլիչի տակ։ Ուրեմն հարցը այսպես մի դնի եւ փակվի։ Փաշինյան ներսում Նիկոլ Փաշինյանը ունի իրեն աջակիցներ, ասում են որ ունի արդեն աջակիցներ, կարգալույցներն էլ կմիանան այդ շարժման անհավատները։ Եթե ես ասում եմ աջակից եմ, դե հակառակորդ եմ, աջակից եմ եւ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը, որտեղ Facebook-ով ես նվանում, իր կառուցվածքով կազմով, անդամներով տասնյակ հազարավոր համագիրներով վարչապետի ուրեմն կողքնետ իմաստով, որովհետև դա այդ պահանջը քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության վաղեմի պահանջն է։ Բացեք Facebook-ը կտեսնեք, այստեղ համընկել իրար հետ։ Եվ ոչ միայն մարդկանց նաև տարօրինակ այս ընդվզումները, իշխանությունն ինչ անում է, քոսոտները մի խումբ մի անգամից դեմ է լինում, ինչ լինում է դեմ է լինում, ինչ է դեմ լինում, պետություն պետք է կայանա։ Ուրեմն իհարկե մնացած իրենց անձնական գործն է եւ դեմոկրատիայի թուլությունն է, որտեղ մտածել են իրենք ինչ ուզեն, հիշեք հեղափոխությունը մի տարի 8 ամիս լուր էին, որտեղ չէին իմանում ինչ պետք է լինի, տեսան որ ուրեմն դեմոկրատիան շատ է մեր ուրեմն բանը, այսպես ասեմ, խեղուկ եւ ահա գնացին դրան։ Դրա համար ես ցույց եմ տալիս ամերիկյան դեմոկրատիայի օրինակը։ Ուրապապահ մարմինները պիտի աշխատեն ըստ օրենքի։ Այստեղ գիտեք դեմոկրատիայի առավելությունն ինչն է, որ ամեն ինչ կատարում օրենքի շրջանակներում։ Բայց օրենքները պետք է լինեն պետության եւ ժողովրդի շահերը պահող, ոչ թե թափթփուկին բոլոր իրավունքը տա։ Երկիրը կողոպտել են, դավաճանություն են արել Արցախում, կանգնել են ասում են կույս են։ Ուրիշին են մեղադրում, գոնե լռեն։ Ուրեմն այս է նույն եկեղեցին է, մեր եկեղեցի, կարծում եմ այստեղ ժողովրդին ուզում եմ ասել, եկեղեցի վարչապետ հակադրություն չկա եւ չի կարող լինել, բացառված է։ Խոսքը եկեղեցու ուրեմն պետ տարած ուզուրպատորին գահից հեռացնելն է եւ նոր ընտրություններն են, որը պետք է անցկացվի եւ ռեֆորմներ արվի։ Ուրեմն այդ հոգեվոր խորհուրդը փիլիսոփայորեն կկազմեն, մի փոքրիկ կանոնագիր կանեն, ես վստահ եմ, որ մեր եկեղեցու հազարավոր տարիների պատմություն մեջ նման մի դեպք եղած կլինի, նախատեպը կհանեն, այնտեղ
տեղապահ ասեմ, կաթողիկոսի տեղապահ կընտրեն, ես դեն այդպես կանեի, ինքը չգիտեմ ինչ անելու, եւ ուրեմն կպատրաստեի մնացած ընտրությունները։ Մեր խնդիրն է, որ լինի այն չափորոշիչների մեջ, ինչ որ պարտադիր է, որ լինի, սա է հարցը, որ հետո կասկած չմնա, թե այդ Վազգենի սպանության մեջ ինքը դեր ունի, չունի, ինչու են այն մարդիկ ընտրություններին մասնակցում, ինչու մյուսները չեն այս բաները դուրս չլինի դա, մեր պետության մեջ նման բան չլինի, որ լինի այնքան կայուն, ինչպես դրտատի ժամանակ, հազարավոր տարիներ հետո կասկած չլինի։ Նա մի բան էլ ասեմ, ըստ կանոնագրի նաև կուսակրոնության մասին։ Կուսակրոնությունը իհարկե մեր եկեղեցու կանոնադրության պարտադիր է, եւ որևէ մեկնաբանություն այստեղ չի կարող։ Առաջարկում են հրաժարվել։ Չէ, դա իրենք չեն կարող, դա եկեղեցական ժողովը պետք է անի։ Վերեք, մենք եթե ուզում ենք պետություն, ամեն ինչ անենք օրենքով, կարգով, կանոնով, նաև բանականությամբ։ Կանեն, թող քննեն հետո։ Ուրեմն Կուսակրոնությունը վերաբերում է վարդապետ եւ վերև, եթե պաշտոններ են հիերարխիայում, ուրեմն հետո arczepiskopos եւ այլն։ Ով որ չի ուզում կուսակրոն ծառայել Աստծուն, Հայաստանին, ինչ որ կուզեք, չի դառնում կուսակրոն եւ վարդապետ։ Գնում է քահանա է դառնում։ Իսկ սրանք տեսեք ժուլիկները, ուրեմն հան կուսակրոնության երթում են տվել, ուրեմն հավատ չունեն Աստծու հանդեպ, կուսակրոնություններ չեն պահել, ուրեմն բայս սրանք հոգևորական է։ Դե հələ դեռ չեն պահելը պետք է դեռ Չէ, ես չեմ ասում, ով վիճուն է, գործը չի, ոնց գործը չի, դու կարող է Պուտինին եք ես զեկույց տալիս, հա ժողովուրդը դիմանա, ոչ թե ստուգի, դուք բարոյական եք, թե չէ, վարդապետից մինչև կաթողիկոս, տարերի ընթացքում մեր ժողովուրդը հոգևորականին, գիտեք ոնց է վերաբերել, կաթողիկոսի դիմաց խոնարհվել են, մենք Օրմանյան ենք ունեցել, Խորեն Մուրադբեկյան ենք ունեցել, այս ժուլիկները չեն, որոնց սուլտաններ կաշառում չէ, ցարներ կաշառում, Խրեմյան հայրիկ, էլ չանցնեմ Սուրենյանց ենք ունեցել, ով եք այդ չեկիստներ, եկել եք էտել եք ապագանում, երեք մի կատր նայեցի մի հատ հոգևորական ժպտում է, դա ասում է Հայաստանում, են Աղազարյան հովիկն է ասում է Հայաստանյան, ինչ ասում Հայաստանում դու գտնես մեջները, չկա կուսակրոն, ես էլ ասում եմ եթերով ինչի ստուգել ես, դու ինչ գիտես չկա, բայց պատմությունն ապացուցում որ միշտ էլ եղել է, մի խաթարեք, ասում չեք ուզում կուսակրոն լինել, չեք ուզում եկեղեցուն Աստծուն ծառայել այդ ձևով, մնացեք քահանա եղեք, ձեզ ոչ մեկը չի պարտադրում, դա ընդհանրապես երկրորդը, ով որ մտքի մեջ հետո փոխվում է, լինում է, ուրեմն նա կարգալույծ է լինում, եկեղեցուց եւ նրա արտոնություններից եւ պարտական դուրս է գալիս։ Հենց այս չեկիստների ժուլիկի բան են անում, գողապետություն է, չէ, ժպտում են, դե ասում են մեր գործն է եւ այլն, դե եթե ձեր գործն է, դե գնացեք ձեր գործով։ Ընդ որում Նաթան Սրբազյանը երեք ասում էր, որ Փաշինյանը այս նույն ոգևորությամբ թող անհետ կորածների հարցը լուծի։ Ուրեմն ով էր ասում։ Նաթան Սրբազյանը։ Նաթան Սրբազյանին ասում են, որ հերիք է քթերը թողեք պետության գործի մեջ։ Իրենց ոլորտը միայն հոգևորն է։ Եվ հերիք է խո։ Հիմա ասեմ դա։ Իրենք առիթը տվեցին, որ վարչապետը սկսի այս ձևով վերաբերվել։ Վարչապետը բռնցրեց այն ժամանակ իրենք, երբ որ այդ կուլմինացիայի մեջ էին, ինձ այդ ձև է թվում։ Ոչ թե առիթը տվեց, այդ առիթը ես 5 տարի ասում եմ։ Այս մարդիկ այդ մարդիկ չեն։ Իհարկե մեջները ես բազմաթիվներ եմ ճանաչում։ Երուսաղեմում ուզում եք Ամերիկայի արևմտյան թեմում, ուզում եք Հայաստանի Հանրապետություն լիքը պարկեշտ հայի կերպարով եւ իսկական հոգևորականներ, մենք պակաս չունենք Աղազարյան հովիկը, թող չստուգի ովքեր ինչ են, ինչ չեն։ Մեր եկեղեցին այնքան առաջադեմ է եղել, այնքան պրոգրեսիվ է եղել, այնքան ազգային է եղել, մինչև այս չեկիստների ձեռնելը, այլապես մենք ցեղասպանության ոնց կդիմանայինք, որ այդ մեխանիզմներով կգտնեն այն ինչ որ պիտի գտնեն, ես չեմ ուզում խառնվենք, մենք չխառնվենք։ Բայց չեկիստները պետք է հեռանան։ Բայց որ պիտի հեռանան, միանշանակ է, ոստե, մարդը կուսակրոն չի,
Մարդիկ վերջացավ, մեկնաբանել չկա, այն Աջափ Սանտալյանն էլ պետք է գնա։ Եթե ինքը պաշտպանում է տեսակետը, ինչու՞։ Որովհետև հետո երբ որ նորը կլինի, նորը ենթադրենք, կհավաքվեն եկեղեցական ժողով կանեն մաքուրները, այն ժամանակ եթե կորոշեն որ բուսադրություն պետք չի, եթե պետք է, բայց մենք չպետք է խառնվենք։ Բայց ռեֆորմները ամենևին պետք են։ Նաև պարտադիր մաքուր շորերով կոկիկ հայոց լեզվով խոսելը պարտադիր է։ Դերապարի մանրամասն։ Եվ ոչ չուլանանոց եկեղեցիներով։ Եկեղեցիները դուք գիտեք չեմ ուզում ասեմ Հայաստանում առանձին անհատներ եթե եղել են թե չէ առաջին ես եմ բարձրացրել եկեղեցիները ես չլինելով մոլերանտ բանի էլի այդ մոլերանտություն չունեմ ես ընդհանրապես մոլերանտներին ատում եմ մոլերանտներին թեիստ աթեիստ եւ այլն որտեղ դա սխալ բան նորմալ է ուզում եմ ասեմ որ այդ եկեղեցիները պիտի մաքրվեն անցած տարի կարծեմ Հաղարդենից էր հատուկ գնաց հաղորդում տվի ասի այստեղ միլիարդավոր դոլարներ կարելի աշխատել երկրին փող է պետք մաքուր պահեք մեկին էլ ասի զբոսաշրջության հետ կապված հա նայ մեր եկեղեցին նախ պետք է մաքուրեն առանց բանի երկրորդն է փող աշխատեք Փող աշխատեք կանոններով, այդ մաքուր տեղերը լինի, այնտեղ էլ խեղճ փերեզակներ կան, վաճառք բան, մենք տաղավար սարքեք, այդ կանայք մեղք չեն արևը գլխներին բան։ Մենք եկեղեցի մասին է խոսքը, ամեն ինչ պետք է կարգի բերվի։ Եվ սրբության վերաբեր, ձևի ամարջի, գիտեք ինչ կա մեր եկեղեցին, բայց եկեղեցի քարերն ընկած են մեկը չուզում դնի։ Ես կաթողիկոսին ինչ առաջարկ ունեմ, իրեն չի արդեն նոր եկողին։ Մինչև արտասահման կֆռռասա Դուբայներ, այսպես ասեմ ինք հասկանը, մի հատ եկեղեցիները Հայաստանում կման կկաս, ինքդ կտեսնես ֆիզիկապես ինչ վիճակներում, մի խորշի քո ժողովրդին այդտեղ հանդիպելու, հավատացյալներին Հայաստանում տես մի հատ, եկեղեցիներում տեսել է ինչ կա, ինչ չկա, եղավ Տապանում եկեղեցու տեղ եմ հարցնում արդիկ տեղյակ չեն։ Կաթողիկոսը որ մի օր դա այդ ճամփով գնա, բոլորը տեղը կիմանան, չէ, բայց ինքը Դուբայներում է, բայց ժամանակ ունի, Ամերիկաներում է, Կանադաներում է, հեռավոր Ավստրալիաներում է, ժամանակ ունի, բայց Հայաստանն էստեղ է, այնտեղ չի։ Հիմա արդիկ էլ գիտեն, այդ ուրեմն Հայաստանը սփյուռքում է հետո երկրի ներսում, այդպես չի։